Արդեն Հայաստանում ձեռնադրվելով 1894 թվականին Կուսակրոն քահանա, իսկ 1895 թվականին Մեսրոպ arczepiskopos Սմբատյանցից ստանալով Սուրբ Գայանեի վանքում վարդապետական գավազանը, նա մեկնում է Թիֆլիս եւ իր ժամանակաշրջանում պատարագի լավագույն գիտակ եւ ուսումնասիրող Մակար Եկմալյանի մոտ շարունակում հմտացնել իր գիտելիքները, այն գիտելիքները, որ ստացել էր դեռևս Գևորգյան ջեմարանում, եւ հետաքրքիր է, որ այս ողջ ընթացքում նա զբաղվել էր, կարելի է ասել, բանահավաքչական բնույթի գործունեությամբ եւ Արարատյան երկրամասում, այսինքն Երևանի նահանգում եւ Էջմիածնի հատկապես շրջակա գյուղերում զբաղվել էր տեղի հատկապես ավագ սերնդի կողմից երգվող երգերի գրի առնմամբ, մշակմամբ եւ հետաքրքիր է, որ ի վերջո Կոմիտասը որոշում է ավելի հմտանալ ժամանակաշրջանի եվրոպական երաժշտարվեստի նվաճումների մեջ եւ որոշում է մեկնել Գերմանիա, այստեղ 1896-ից 99 թվականներին շարունակում է իր կրթությունը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։